Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա արշավի շրջանակում կզրուցենք ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Շնորհակալ եմ զրույցի հնարավորության համար։ Թեմայի շրջանակում եկեք անդրադառնանք նախ ընտանեկան բռնության դեպքերին, որոնք են ընտանեկան բռնության հիմնական պատճառները եւ ովքեր են հատկապես տուժողները։ Արձանագրված ընտանեկան բռնության դեպքերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտանեկան բռնության հիմնական պատճառներից մեկը դա ընտանիքներում տիրող սոցիալական վիճակն է, այսինքն մանր կոնֆլիկտներ, որոնք հետագայում կայուն կերպով վերածվում են բռնության։ Այս ամենի պատճառներից է նաև հանրային կարծրատիպային ընկալումը, որը նույնպես ընտանեկան բռնության պատճառ է հանդիսանում, եւ մեր աշխատանքները ուղղված են հանրային ընկալման իրազեկվածության բարձրացմանը նմանատիպ դեպքերը կանխարգելելու համար, սակայն ընտանեկան բռնության առավել խորքային պատճառները հասկանալու համար պետք է նաև տարանջատված կերպով ուսումնասիրել ընտանիքի մի անդամի կողմից մյուսի նկատմամբ արձանագրված բռնության կոնկրետ դեպքը, քանի որ օրինակ ծնողի կողմից զավակի կողմից ծնողի նկատմամբ կատարվող բռնությունների պատճառները էականորեն տարբերվում են ամուսնու կողմից կնոջը բռնության ենթարկելու հիմնական պատճառների հետ, սակայն այս բոլոր դեպքերը մեկ միասնության մեջ ընկալվում են որպես ընտանեկան բռնություն։ Ինչ վերաբերում է թե սեռով պայմանավորված ում նկատմամբ է առավել հաճախ կիրառվում բռնություն, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում եւս բռնության զոհ հիմնականում դառնում են կանայք եւ այդ է պատճառը, որ ընտանեկան բռնության կանխարգելման հիմնական թիրախային ուղղություն որպես ընտրված է կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը եւ մեր աշխատանքները, մեր համագործակցությունը այլ շահագրգիռ պետական մարմինների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության մեր գործընկերների հետ ուղղված են հիմնականում գերակշիռ մասով կանանց նկատմամբ բռնությունները կանխարգելելու։ Իսկ ինչով է պայմանավորված լատենտային հանցագործությունների, մասնավորապես ընտանեկան բռնության դեպքերի աճը։ Ընտանեկան բռնության դեպքերի աճը ունի մի քանի պատճառ։ Նախորդ տարիներին իրականացված լայնածավալ իրազեկման գործընթացներն են այդ նպատակով կազմակերպված արշավները, որոնք բնականաբար էական նպաստ են ունեցել ընտանեկան բռնության դեպքերի աճին։ Այս ամենին զուգահեռ նաև ընտանեկան բռնության դեպքերի աճ ունենք պայմանավորված 2024 թվականին օրենքում կատարված փոփոխությամբ, համաձայն որի սահմանվեց ընտանիքի անդամների նոր հասկացություն, հիմքում դնելով անկախ համատեղ բնակության հանգամանքը, ինչպես նաև զուգընկերոջ հասկացության սահմանումը։ Այս առումով ըստ էության նախկին կարգավորումներով ընտանիքի անդամներ չհանդիսացող անձինք նոր գործող օրենսդրության համաձայն հանդիսանում են ընտանիքի անդամներ, հետևաբար նրանց կողմից բռնության որևէ փաստ կամ դեպք դիտվում է որպես ընտանեկան բռնության դեպք։ Կցանկանամ նշել նաև, որ այս իրազեկման գործընթացները մշտապես հանդիսանում են մեր օրակարգային հարցերը, այն փաստը, որ տարեստարի ունենում ենք ընտանեկան բռնության դեպքերով ոստիկանությանը հաղորդելու, ոստիկանությանը դիմելու կայուն աճի տենդենց, առնվազն ցույց է տալիս, որ ընտանեկան բռնության կանխարգելման գործընթացում մենք գտնվում ենք ճիշտ ճանապարհի վրա։ Ինչ կանխարգելիչ միջոցներ է իրականացնում համայնքային ոստիկանությունը եւ որքանով են դրանք արդյունավետ։ Ներքին գործերի նախարարությունը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում այս գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու համար, մասնավորապես հիմնական շեշտադրումը դրվում են կարողությունների եւ հմտությունների զարգացմանը, դասընթացների եւ վերապատրաստումների անցկացման միջոցով, ինչպես նաեւ թվային գործիքների եւ տեխնիկական հնարավորություններով համալրելու կամ արկա միջոցները վերազինելու միջոցով։ Այս առումով կցանկանամ առանձնացնել հատկապես ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ 2025 թվականի հունիս ամսից ոստիկանությունում գործարկված SafeU թվային պլատֆորմը, որը վստահաբար մեծ արդյունավետություն կունենա ընտանեկան բռնությունների դեպքերի արձանագրմանը եւ հետագա կանխարգելմանը, քանի որ
նշված պլատֆորմը ոչ միայն ահազանգման միջոց է ընտանեկան բռնությունից տուժած անձի համար, այլ նաև բավականին մեծ վերլուծական տարածք է բացում ոստիկանության համար, հետագայում խնդիրները առավել թիրախային արձանագրելու, դրանք առավել ճիշտ գույքագրելու եւ հասցեավորելու տեսանկյունից։ Հաջորդիվ կցանկանամ նշել նաեւ, որ ներկայումս մենք նախաձեռնել ենք էլեկտրոնային ձեռնաշղթաների գնման process-ը։ Էլեկտրոնային ձեռնաշղթաները արդյունավետ մեխանիզմ են բռնություն գործադրած անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները վերահսկելու առումով։ Կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքում եւ քրեական օրենսգրքում, համաձայն որի էլեկտրոնային ձեռնաշղթան կրելուց հրաժարվելը առաջացնելու է քրեական պատասխանատվություն։ Էլեկտրոնային ձեռնաշղթաների կիրառումը նաև մեծ գործիք է հետագայում բռնության կրկնման ռիսկերը նվազեցնելու եւ վերահսկողական մեխանիզմներն առավել արդյունավետ իրականացնելու համար։ Պարոն Խաչատրյան, դուք ձեր խոսքում նշեցիք քաղաքասարակության ներգրավվածության մասին։ Համայնքային ոստիկանությունը քաղաքասարակության հետ ինչ ձևաչափով է աշխատում կանխարգելման տեսանկյունից։ Ընտանեկան բռնության դեմ պայքարը դա համալիր գործընթաց է եւ մեկ պետական մարմնի կամ միայն պետական մարմինների լավ աշխատանքը վստահաբար չի տալու ցանկալի արդյունք։ Այս առումով շատ մեծ դերակատարություն ունեն այս գործընթացում մեր քաղաքասարակության գործընկերները եւ միջազգային կառույցները, հատկապես ընտանեկան բռնության կանխարգելման գործընթացում քաղաքասարակության դերը շատ ավելի բարձր է, քանի որ շատ դեպքերում մի շարք ոլորտային խնդիրներ հենց վեր են հանվում մեր քաղաքասարակության ներկայացուցիչների կողմից, որոնք ինչ-որ մի պահի մեր համար տեսանելի կամ նկատելի չեն եղել։ Համագործակցությունը իրականացվում է ինչպես տարբեր պլատֆորմային մակարդակում, այնպես էլ առօրյա աշխատանքների կազմակերպման process-ում 24/7 ռեժիմով։ Այս առումով մեր համագործակցությունը առավել արտահայտիչ է բռնությունից տուժած անձանց պաշտպանության գործընթացը պատշաճ կազմակերպելու առումով։ Պարոն Խաչատրյան, տեսակետ կա, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել երեխաների անհետ կորելու դեպքերը։ Որն է դրա հիմնական պատճառը եւ այս ուղղությամբ ինչ գործողություններ իրականացնում համայնքային ոստիկանությունը։ Անչափահասների հետ տարվող աշխատանքները մշտապես դրվել են ոստիկանության ռազմավարական խնդիրների հիմքում եւ բնականաբար այս աշխատանքներում առաջնային սկզբունքը դա երեխայի լավագույն շահն է, որպես կանոն հաշվի առնելով անչափահասի խոցելի լինելու հանգամանքը, անչափահասների հետ տեղի ունեցող որևէ իրադարձություն կամ դեպք, որպես կանոն ունենում է լայն արձագանք, հատկապես սոցիալական հարթակներում եւ մեդիա տիրույթներում, դառնում երկարատև քննարկման առարկա եւ դա է պատճառը, որ այդ լայն արձագանքների հետևանքով ստեղծվում է տպավորություն, որ անչափահասի հետ կատարվող որևէ դեպք ունի ինչ-որ աճի տենդենց, սակայն իրականում վիճակագրական տվյալները հակառակի մասին են փաստում եւ հատկապես անհայտ կորելու փաստերով նախորդ տարիների համեմատ մենք ունենք էական նվազում, այդուհանդերձ ոստիկանության համար դա չէ դեռևս ցանկալի արդյունքը եւ այս առումով դեռևս մենք շատ անելիքներ ունենք։ Անչափահասների շրջանում հատկապես տարածված երևույթ է բուլինգը։ Այս մասով ինչպես է գործում համայնքային ոստիկանությունը, հաշվի առնելով նաեւ անչափահասների հետ աշխատելու նրբությունը։ Վերջերս ԱԺ կողմից ընդունվեց երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին նոր օրենքը, որում առաջին անգամ սահմանվեց երեխայի բուլինգի հասկացությունը, ինչպես նաեւ այդ թվում առցանց միջավայրում բուլինգը, ըստ էության կիբերբուլինգը, ինչպես նաև երեխայի բուլինգից տուժած երեխայի պաշտպանության իրավունքը։ Նոր օրենքով սահմանվել են նաև պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների իմպերատիվ պարտականությունը ունենալու համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ բուլինգի դեպքերը կանխելու, դրանք բացահայտելու, բուլինգից տուժած երեխաների պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար։ Պարոն Խաչատրյան, անչափահասներին արատավոր երևույթներից զերծ պահելու համար համայնքային ոստիկանությունը դպրոցականների հետ կոնկրետ
համակարգված աշխատանք իրականացնում է։ Անչափահասների տարվող աշխատանքները բավականին զգայուն process են եւ այս աշխատանքները պետք է կազմակերպել շատ նրբությամբ, հաշվի առնելով այդ խոցելի տարեքային խումբ լինելը եւ համայնքային ոստիկանությունը այս առումով հիմնականում աշխատանքները կազմակերպում է անչափահասների ուսումնակրթական հաստատություններում, տարբեր միջոցառումների շրջանակում, զրույցների անցկացման ձևով, ինչպես նաեւ համայնքային ոստիկանության կողմից մշտադիտարկում է իրականացվում համացանցի տիրույթում, հատկապես բացասական ազդեցություն ունեցող թրենդների հայտ բերելու եւ այդ ուղղությամբ արդեն կրթական հաստատություններում համապատասխան բացատրական աշխատանքներ իրականացնելու միջոցով ոստիկանությունը մշտապես համագործակցում է ինչպես մանկավարժական կոլեկտիվների, այնպես էլ այլ շահագրգիռ պետական մարմինների հետ, ինչպես նաեւ երեխաների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ։ Եվ որպես ամփոփում, համայնքային ոստիկանությունը հասարակության հետ համագործակցության շրջանակում ընտանեկան բռնության դեպքերի կանխման, կանանց նկատմամբ բռնության դեպքերի կանխման, ինչպես նաև անչափահասների տարվող տարբեր աշխատանքներում առավել շոշափելի արդյունքներ արձանագրելու համար ինչ գործիքակազմ պետք է կիրառի։ Ընտանեկան բռնության կանխարգելման, ինչպես նաև անչափահասների տարվող աշխատանքները առավել արդյունավետ իրականացնելու եւ շոշափելի արդյունքներ գրանցելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ են բավարար հմտություններ եւ կարողություններ, ինչը մենք դնում ենք համայնքային ոստիկանի կատարելագործման հիմքում եւ բնականաբար այս process-ները իրականացվում են կրթական մակարդակի բարձրացմամբ, համապատասխան վերապատրաստումների եւ դասընթացների միջոցով, իսկ ինչ վերաբերում է թե այդ գործիքակազմը ինչպես պետք է համայնքային ոստիկանությունը կիրառի, դա իրականացվում է պարբերական զրույցների, հասարակության հետ ամենօրյա շփումների, խոցելի խմբերի հայտ բերելու եւ վերջիններիս հետ անհատական թիրախավորված աշխատանքներ կատարելու միջոցով, կարծում եմ միայն այսպես մենք կարող ենք ի հայտ բերել ինչպես ընտանեկան բռնության լատենտային այդ դեպքերը, այնպես էլ այն խոցելի անչափահասներին, որոնք որ գնում են դեպի հակաիրավական եւ հակասոցիալական երևույթներ։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, զրուցում ենք ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գյորգի Խաչատրյանի հետ։ Լավ մնացեք, կհանդիպենք։